Հունիսի 7-ին Հայաստանում համապետական խորհրդարանական ընտրություններ են։ 2025-ի օգոստոսին դուք այսպիսի արտահայտություն արեցիք, ասացիք դա լինելու է ընտրություն խաղաղության եւ ոչ խաղաղության միջև։ Հիմա ձեր ընդդիմախոսները էլի ասում են, որ դուք մանիպուլյացնում եք։ Ինչու՞, որովհետեւ որևէ քաղաքական ուժ պատերազմի կոչեր չի անում, չի ասում, որ Ադրբեջանի հետ գնալու ենք պատերազմի, անգամ թրիփը չեն ասում, որ չեղարկելու են։ Պարզապես խաղաղության պատկերացումը, խաղաղության իրենց կոնցեպտը ձերից տարբերվում է։ Հիմա եթե կարելի է ընտրությանը ինչ ծրագրով եւ այս առումով ինչ առաջարկով եք գնալու, որը տարբերվելու է ընդդիմությունից։ Գիտեք, դուք ասիք խաղաղության իրենց կոնցեպտը մեր կոնցեպտից տարբերվում է։ Խնդիրը հետեւյալն է. իրական խաղաղությունը կոնցեպտուալ խաղաղությամբ փոխարինելու կոնցեպտուալ չէ, իրենց ձեր իրականը իրենց արժանապատիվ։ Ես էլի եմ ասում, մենք կարող ենք այսօր արդեն ցույց տալ, թե ինչ է խաղաղությունը։ Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը իդեալական չի, բայց կարող ենք գլոբուսը դնել եւ պատտել այդ գլոբուսը եւ տեսել, թե որտեղ է, որ խաղաղությունը իդեալական է։ Ոչ միտեղ խաղաղությունը իդեալական չի, բայց այնտեղ որտեղ կա խաղաղություն, կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն։ Եվ ուրիշ բան եմ ուզում ասել։ Այս ընտրությունը իրականում այո, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է եւ մենք պետք է պատմական ընտրություն կատարենք եւ հասել այն պահը, որի մասին ես խոսում եմ 2018 թվականին։ 2018 թվականին ես խոսում եմ մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի եւ կրկնված ցիկլերից դուրս գալու մասին։ Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ որ մենք ինչ որ աշխարհաքաղաքական շատ դեպքերում մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն եւ հետո էլի մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու մենք հնարավորություն ունենք եւ արդեն իսկ դա տեղի ունեցել։ Դրա առաջին քայլերը տեղի ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատեվության օրակարգի վրա։ Եվ ուզում եմ մենք գնահատենք, թե հենց այսօր փետրվարի 10-ին եւ նախորդող շրջանում ինչ է տեղի ունենում։ Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը մեր աչքի առաջ եւ մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն։ Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի առաջիկա ընտրություններին առաջինը տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով եւ կորուստներով ձեռք բերված խաղաղությունը եւ էլի ուզում եմ իմ խոնարհումը արտահայտել մեր բոլոր նահատակներին եւ ծնկի եմ գալիս նրանց առաջ եւ խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա տեր կանգնի այս խաղաղությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին։ Բայց ես ուզում եմ մի բան ընդգծել։ Մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն մեր միջավայրը այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։ Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն եւ տեսեք շատ են խոսվում երաշխիքների մասին։ Էս է խաղաղության երաշխիքը։ Երբ որ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, շատ կարճ նաև որ թեթև ավարտենք հարցազրույցը։